Ուրեմն հարգելի հայրենակիցներ եւ մեր բարեկամներ, այս հաղորդումը շրջայցի արտահերթ թողարկումն է եւ կոնկրետ բովանդակություն ունի։ Դա կապված է Արմենոցիտի կամ հայոց ցեղասպանության 110-ամյակի եւ նրան հայության արձագանքի հետ։ Մենք հասկանում ենք, որ ինչպես յուրաքանչյուրս բոլորս սրտի ցավ ունենք, այն իմաստով, որ մենք կորցրել ենք մեր հայրենի տարածքը, մեր ժողովրդի ահռելի մասին, կորցրել ենք նաև շատ բաներ, մշակութային ժառանգություն, մի խոսքով մի ժողովուրդ ենք, որը եթե արցախյան վերջին դեպքերն էլ գումարենք, անիրավված է եւ աշխարհի կողմից ինչ որտեղ անտեսված, որովհետև յուրաքանչյուր հայ համար հասկանալի չի, թե ինչու հոլոկոստը կարելի է դիտել աշխարհում այնպիսի մի ոճիր, որի դեմ խոսել չի կարելի, իսկ ինչու արմենիցիտը կարելի է դիտել մի ցեղասպանություն, որը կարելի է ճանաչել եւ այսպես տասնյակ տարիներ հայության հետ վարվել այսպես։ Ուրեմն ասեմ հետեւյալը. առաջին հերթին չճանաչելը եւս բարոյականության հարց չէ, չնայած մեր ժողովուրդը ընդունակ է, սովոր է դարերից արդարության թեզիսը վերցրել եւ ճամփա ընկել համաշխարհային պատմություն։ Դա ուժի բան է, հրեաներն ուժեղ են ֆինանսապես եւ աշխարհում նրանց ֆինանսական օլիգարխիան կազմակերպված է։ Հայ ժողովրդի ֆինանսական օլիգարխիան հատկապես ռուսահպատակը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի այսօրվա հակառակորդն է, եթե չասեմ թշնամին է, եւ այդ իմաստով մենք պառակտված ենք։ Երկրորդը, հոլոկոստը ճանաչվեց, որովհետեւ խոշոր տերություններն այդպես էին ուզում, որովհետեւ Գերմանիային ծնկի բերել էր պետք, իսկ Թուրքիային ծնկի բերելու խնդիր չունեն, որովհետեւ խոշոր տերություններից յուրաքանչյուրը ինչպես ուզի Թուրքիայի հետ կվարվի, գերմանացիների հետ չեն կարող։ Ուրեմն ուզում եմ ասել, որ սրանք տարբեր բաներ են, բայց չնայած ոճիրը իհարկե ցեղասպանությունը արդարացնելու ոչինչ չունի, ցեղասպանությունը հումանիզմի իմաստով մարդկային հասարակության պատմության մեջ ոճիր է, եւ ուզում եք ազնիվ հայ տեսակետով մի ամբողջ մինչև լուսաբաց փաստարկներ նշեմ, բայց ըստ էության արմենոցիտը ավելի ծանր ոճիր է, քան հոլոկոստը, ասեմ ինչու, որովհետև մենք ցեղասպանվել ենք մեր տարածքի մեջ, մեր հայրենիքում, մեր տանը, հրեաները Եվրոպայում, որ իրենց հայրենիքը չէր ու չի կարող լինել, սա տարբեր բան է։ Ուրեմն, բայց իրականությունը այնպիսին է, որ մենք մեր տնից դուրս ենք շպրտվել եւ ուրեմն դրա հետ համաձայն են եղել ըստ էության խոշոր տերություններից յուրաքանչյուր այս կամ այն չափով։ Ուրեմն սա պիտի մենք գիտակցենք եւ մեր պայքարը շարունակենք իրականության զգացողությամբ եւ ոչ ֆոկուսների։ Ֆոկուսը ո՞րն է։ Ուրեմն ես հիշեցնելու եմ մի չքնաղագույն հայուհու միտք, որի մասին ժամանակին ասել եմ, հիմա չեմ իմանում դուք հիշում եք թե չէ, դա Դիանա Աբգարն է կամ ուրեմն այն հայուհին, որը Հայաստանի առաջին հանրապետության առաջին, ասում են, դեսպանն էր, կին դեսպան, աշխարհում առաջին անգամ Դիանա ուրեմն Աբգարն է առաջին հանրապետության դեսպանը, որը Հայաստանի հանրապետության կառավարության կողմից նշանակվել էր դեսպան Ճապոնիայում։ Ես ինչ եմ ուզում ասել, որոշ մարդիկ ասում են հյուպատոս էր, դեսպան չէր, բայց բանով տվյալներով նա Հայաստանի առաջին հանրապետության դեսպանն էր Ճապոնիայում, որը ոչ միայն դեսպանական աշխատանք է արել Ճապոնիայում, այլ նաև ուրեմն հսկայական հումանիտար հայապահպան գործ է արել, իր ամբողջ կարողությունը նվիրել է ուրեմն հայ ժողովրդի ուրեմն ցեղասպանության ոճիրի ուրեմն բուժման հարցերին։ Ես գիտեմ, որ մեզ աշխարհի տարբեր վայրերում լսում են, եւ ես ուզում եմ, որ ենթադրում եմ Ճապոնիայում եւս այս հաղորդումը լսում են, եւ Հայաստանի Հանրապետության դեսպանին խնդրում եմ, առաջարկում եմ, հայ ժողովրդի անունից նաեւ պահանջում եմ։ Ուրեմն Յոկոհամայում է կարծեմ նա ուղարկավորված գտնել
Դիանա Աբգարի գերեզմանը եւ նրա մասին հաջորդին իրական տեղեկություններ հաղորդել։ Ես ունեմ նաեւ տվյալներ, որ ճապոնացիները ուղղակի աստվածային բարեհաճությամբ գերեզմանը պահում են մաքրված եւ այն գուցե եւ հայերեն մեջը խառը դա ես լավ չգիտեմ, բայց մենք պետք է իմանանք մեր ուրեմն ժողովրդի լավագույն զավակներին դուստր թե ուստր կարևոր չի յուրաքանչյուրին արած գործի համար։ Ուրեմն առաջարկս է հաջորդին հատկապես հարավ արևելյան Ասիայում բնակվողներին ուրեմն տեղյակ պահել այս հայուհու մասին, որը շատ տաղանդավոր դիվանագետ է եղել, բայց իմ խոսքը մի քիչ ուրիշ բովանդակություն ունի տվյալ բaragայում, որը կապված է արմենոցիդի, դուք գիտեք, որ սա արաբ պատմաբան պրեսն է շրջանառության մեջ տվել, որպես ցեղասպանությունների ոճերի շարքի առաջինը եւ ծանրագույնը։ Հիմա ինչի համար Դիանա Աբգարը նա ունի լավ աշխատանքներ անգլերենով, որոնք հայերենով թարգմանված չեն եւ ցեղասպանության օրինակ մեր հետազոտական կենտրոն Թանգարանը կարող է նրա աշխատանքները թարգմանել եւ հրատարակել։ Առաջարկս անում եմ երկրորդ անգամ կամ գիտությունների ազգային ակադեմիայի Չապաևագիտության որևէ ինստիտուտ թարգմանի եւ հրատարակի։ Ինչ է ասում Աբգարը ցեղասպանության վերաբերյալ։ Սա ազնված տոհմիկ հայկական ընտանիքի դուստր է, նկատի ունեցեք, կարծեմ պարսկահայ արմատներով։ Նա ասում է, որ ցեղասպանության ոճերի մեջ պատասխանատու են եւ մասնագից են բոլորը՝ թուրքերը, գերմանացիները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները, խոշոր տերությունները մի խոսքով։ Եվ այստեղ նրա ասածը ընդհանուր կոնցեպտուալ իմաստով իհարկե իրական է։ Նա ասում է հետևյալը, որ անտաշ, անպետ, կոպիտ թուրքը տվյալ ժամ անգրագետ շատ անգամ ժողովրդի քանակի իմաստով ցեղասպանության ոճի չէր կարող այդ մասշտաբի ծրագրել եւ իրականացնել։ Ահա երբ նրա կարդաց երբ դուք կարդաք չէր կարող թուրքը իրականացնել առանց խոշոր տերությունների դավադիր համաձայնության, որոնց թվում ես կասեի թուրքերից հետո ռուսները, այ որի մասին այսօր ուրեմն մեր ուրեմն ցեղասպանության ճանաչման առաջադիմորդները կամ ուրեմն ջահագիր ֆլեշմոբ անողները չեն խոսում, այստեղից էլ խոսքի անգերձության չափն ու ձևը։ Հիմա ինչն է հարցը։ Նա ասում է, որ իրականում հնարավոր չէ նման մասշտաբի ոճիր գործել առանց խոշոր տերությունների համաձայնության։ Այս հարցը շատ կարևոր հարց է։ Այս մասը, չգիտես ինչու, հայ պատմաբաններ, ցեղասպանագետներ, իհարկե ցեղասպանագետները թուրքերն են, մենք ցեղասպանության դեմ սոս պայքար մեղողներ ենք։ Ուրեմն ինչու այս մասը եւ այս տիկինը չի հիշատակվում եւ մեր համալսարաններում, դպրոցներում չգիտեն իր մասին։ Հիմա հարց ինչ է, եթե դուք Դիանա Աբգարի մոտեցումն ունենաք, այն ժամանակ մեր ազգային ողբերգությունը, որը համամարտկային իբրև թե ողբերգություն է, չգիտեմ ինչու համամարտկային, եթե այդ համամարտկային լիներ վաղուց մարդկություն այդ հարցը լուծել էր, այս բարակայում կոնցեպցիան փոխվում է եւ ուրեմն ջահագիր ֆլեշմոբը տապալվում է։ Ռուսաստանն ինչ դեր է ունեցել ցեղասպանության կամ արմենոցիդի գործում։ Եթե բոլորն են մեղավոր եւ պատասխանատու, բայց մենք սխեման անգիր գիտենք, որ այդ ցեղասպանությունը իրականացրել են թուրքերը եւ դա իրական է, այո, թուրքերը, որ Գերմանիան նրան օգնել է, իսկ Ռուսաստանին չարել։ Այստեղ է, որ հայ ժողովուրդը պատասխան չունի, հայ ժողովրդից հայ պատմագետներն ու քաղաքական գործիչները կամ տգիտության պատճառով կամ լինելով ռուսական գաղտնի ծառայության հետ կապ ունեցողներ կամ էլ նրանց կաղապարներով ապրողներ չեն բացատրել եւ այլն եւ այլն։ Հիմա հարց ինչի մեջ է, հետեւյալն է։ Ուրեմն Վիլյամ Սարոյանը սրա պատասխանը տալիս է հարգելիներ 1936 թվականին նա ունի մի լավ աշխատանք, հայերենով էլ կա, բայց անգլերենով է բարձ է, նա Հայաստանի անդրանիկ է իր հուշապատում հրապարակախոսություն, չգիտեմ ինչի մեջ, կոնկրետ գրում է, որ այդ գործի մեջ, այսինքն Դիանա Աբգարի ասած բոլորի մեջ երկու ոճրագործ առանձնանում են։ Առաջինը թուրքն է, որ կատարել է, եւ երկրորդ հիմնական հանցագործը Սադրիչը,
հաջորդի տարավոր բարեկամը եւ դա ռուսն է նա շատ հետաքրքիր բացառություն նա ասում է այդ մեկը կոպիտ էր առաջինը պատրանքներ չուներ եւ անում էր իր գործը այնպես ինչպես երևի պիտի աներ բայց այն մեկ ասում է մեր եղբայրն է մեր հարազատը որ հարազատորեն հաջորդին մղեց ցեղասպանության հետ ուրեմն գործին խոսքը Ռուսաստանի մասին է հիմա սա ասեմ ուրեմն մենք բոլորս եթե տեղյակ չեք կամ մեզնից շատերը գիտեն որ Ստանիսլավ Տարասով կոչվող ռուս վերլուծապանը բացահայտել է ցեղասպանության եւ պանթյուրքիզմի ակունքները նա ասում է որ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը մտահղացվել է Վամբերիի նկատի ունի մտահղացվել է ռուսական ցարական բանակի գլխավոր շտաբում ես հարց եմ տալիս Հայաստանի լրագրության տարբեր ուրեմն աղբյուրներին դուք տեղյակ չեք Ստանիսլավ Տարասովի գործին, որը Ռուսինֆո այդ բանում գիշեր-ցերեկ հարցազրույցներ է տալիս Հայաստանի եւ հայկական հարցի մասին։ Հայաստանի Հանրապետության ուրեմն հանրային հեռուստաընկերության առաջին ծրագիրը ինչու չի հրավիրում հարցազրույցի Տարասովին, ում խաթրն է պահում, կոնկրետ հաղորդումը մնացած հեռուստաընկերություններ, լրատվության միջոցներ, հատկապես ռևանշիստները, այս հեռուստաընկերություններ եւ այսպես կոչված լրագրողներ, ինչու հարցազրույց չեք վերցնում Տարասովից, թե այդ ինչի մասին է խոսքը, չէ որ ամեն հայ չծնված օրից գիտի որ թուրքը ոճրագործ է, ռուսը փրկել է մեզ, այդ ինչ փրկիչի մասին է խոսում եւ ինչ ծրագիր է որ իրականացվել է ուրեմն հանրային պահանջ ներկայացրեք եւ Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցները մեզ ներկայացնեն Ստանիսլավ կոնկրետ եմ ասում Տարասովի ուրեմն այն շիշկին կա նրա հետ հաղորդում է եւ ձեզ ասեն Ռուսաստանը պանթյուրքիզմը ում համար էր մշակել եւ այն պանթյուրքիզմի զոհը ցեղասպանության տարիներին ով եղավ ուրեմն սա ընդհանրապես հիմա մասնավորապես հետեւյալն ասեմ Իհարկե այսօր մենք որոշել ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն լուր կերպով ուրեմն վերապրել այն վիճակը ինչ որ 110-ամյակը տրամաբանորեն եւ հոգեբանորեն մեզ գտելադրել բայց երբ որ այդ ուրեմն գործը ուղղորդվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորման խախտմանը այստեղից բաց է դառնում թե շան գլուխը որտեղ է թաղված եւ ում ուրեմն շան գլուխն է այլ բառագայով շատ ավելի կխոսեմ ուղղակի ցեղասպանության օրվա կապակցությամբ եթե դա ճուղվեր Հայաստանի պետականության դեմ իշխանություն տապալելու նպատակով ուրեմն այս օրվա մեր ելույթը կլներ անիմաստ բայց քանի որ դա եղել է դրա համար որոշեցինք այսքան հաղորդումը տալ հա կարդում եք Ռուբեն Տերմինասյան հայ թուրքական կնջիրը Գահիրե 1926 թիվ Կարդում եք Խատեսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, կարդում եք Սիմոն Վերացյան, Հայաստանի Հանրապետություն եւ այստեղից էլ կամ հայտարարում եք, որ այդ կուսակցության հետ կապ չունեք, կամ էլ կուսակցության նշած մարդիկ դաշնակցության հետ որևէ կապ չեն ունեցել։ Ստեսություն ձեզ, առողջ մնացեք։ Ես ժողովրդին էլ ուզում եմ ասել, ով ինչ ուզում է անի, ինչ ուզում է։ Այդ նման ֆլեշմոբ Ստեփանակերտից իհարկե պետք է կազմակերպել Լաչինի միջանց կփակելու ժամանակ, այսա կլներ գործ, բայց այդ բոլորն ուղղել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուրեմն օրակարգը փչացնելու եւ Ռուսաստանի տակ մնալու համար, կարծում եմ սա 20-րդ դարի գործ չի, 10-րդ դարի գործեր չի։ Դա Սուլտան Համիդի ժամանակների ուրեմն պատվաբեր գործ է ճագերտներում, ստեսություն ձեզ։